Ինչ է ապատեղեկատվությունը եւ ինչու է այն վտանգավոր։ Այսօր տեղեկատվական հարձակումները կարող են նույնքան լուրջ հետևանքներ ունենալ, որքան իրական հակամարտությունները։ Սոցիալական ցանցերում ամեն օր տեսնում ենք հարյուրավոր հրապարակումներ, բայց դրանցից ոչ բոլորն են իրական։ Շատ դեպքերում մենք գործ ունենք ապատեղեկատվության հետ։ Կարևոր է հասկանալ, որ բոլոր կեղծ տեղեկությունները նույնը չեն։ Մասնագետները տարբերակել են տեղեկատվության խաթարման 3 հիմնական ձև՝ կեղծ տեղեկատվություն, ապատեղեկատվություն, իրականության չարամիտ տարածում։ Կեղծ տեղեկատվությունը այն է, երբ մարդը տարածում է սխալ տեղեկատվություն առանց վնասելու մտադրության։ Ապատեղեկատվության դեպքում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկությունը տարածվում է միտումնավոր, հասարակության կարծիքի վրա ազդելու, խուճապ ստեղծելու կամ քաղաքական շահերը առաջ մղելու նպատակով։ Իրական չարամիտ տարածումը այն է, երբ դիտավորյալ տարածվում է տեղեկատվություն, որը վնասում է մարդու, պետության կամ կազմակերպության հեղինակությանը։ Ապատեղեկատվությունը սովորաբար պատահական չի լինում։ Այն հաճախ կազմակերպված ռազմավարության մաս է, քարոզչություն, տեղեկատվական պատերազմ կամ հասարակական տրամադրությունների մանիպուլյացիա։ Այսօր դրա հիմնական տարածման միջավայրը սոցիալական մեդիան է։ Ալգորիթմները ավելի արագ տարածում են հուզական, աղմկոտ եւ սկանդալային բովանդակությունը։ Իդեպ, կեղծ տեղեկատվությունը միշտ չէ, որ ակնհայտ է լինում։ Շատ դեպքերում այն ստեղծվում է այնպես, որ հնարավորինս համոզիչ թվա։ Իսկ ինչպես ճանաչել ապատեղեկատվությունը։ Իհարկե, վերնագրերից, աղբյուրից, կեղծ էջերից եւ բոտերից։ Եթե տեսնում եք չափազանց հուզական արտահայտություններ, շոկային բացահայտում, սարսափելի ճշմարտություն, տարածեք, քանի դեռ չեն ջնջել եւ նմանատիպ այլ վերնագրեր, ապա պետք է զգոն լինել։ Մանիպուլյատիվ նյութերը կառուցվում են շոկի, զայրույթի կամ վախի վրա։ Եթե հրապարակման մեջ չկա հստակ հեղինակ, պաշտոնական աղբյուր կամ կոնկրետ տվյալ, հավանական է, որ տեղեկատվությունը վստահելի չէ։ Շատ հաճախ օգտագործվում են անորոշ արտահայտություններ, ինչպիսիք են մեր տեղեկություններով աղբյուրները հայտնում են փորձագետների կարծիքով եւ այլն։ Եթե էջը 24 ժամ ակտիվ է, ունի տարօրինակ անուն, մշտապես նույնատիպ թիրախային բովանդակությամբ նյութեր է տարածում եւ գրեթե իրական շփում չունի մարդկանց հետ, դա կարող է լինել համակարգված քարոզչական ցանցի մաս։ Տեղեկությունը ստուգելու համար այսօր կան բազմաթիվ գործիքներ, որոնցով կարելի է ստուգել այն ճիշտ է թե սխալ։ Բայց ամենակարևոր գործիքը շարունակում է մնալ քննադատական մտածողությունը։ Եթե որևէ նյութ չափազանց հուզական է, կասկածելի, միշտ ապեք տարածել այն։ Մեկ ռիփոստը նույնպես կարող է նպաստել ապատեղեկատվության տարածմանը։